Սովետական միության բաները հանրագիտարաններն է որ նայեք, Ադրբեջանի տարածքը փոխվում է։ Ես այն վաղ նայեցի, ասեցի, ինչ հաշիվ ա, խի տարածքը սենց մեծ տատանումներ տալիս։ Կապված է Կասպից ծովի մակարդակի հետ, այսինքն ծովը առաջ է գնում, ցամաքի տարածքը կրճատվում է, ծովը հետ է գնում, ցամաքի տարածքը լայնանում է։ Ես դրա համար եմ մենակ մեր թիվը ասում։ Մեր թիվը պետք է ֆիքսվի։ Երկրորդը, սահմանազատման կանոնակարգում մենք գրել ենք, որ տարածասահմանները խորհրդային միությունն ենք վերցնում բազային սկզբունք։ Ալմատի, այսինքն խորհրդային սահմանը որպես բազային սկզբունք։ Բայց եթե տեղեր կա մարդկանց կյանքի համար անհարմարություններ է ստեղծում, ասենք օրինակ կտրվում են ճանապարհից, կտրվում են, չգիտեմ, կոմունիկացիաներից, բնականon իրանց կյանքից, սահմանի այդ հատվածները պետք է օպտիմիզացիայի ենթարկենք։ Հիմա օրինակ մենք էլ ունենք տենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ սահմանը գծենք, մեր գյուղերը կարան ճանապարհից զրկվեն։ Իրանք էլ ունեն տենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ տնենք սովետի վաղտվա սահմանը գծենք, իրանց գյուղերը կտրվում են։ Պարոն Փաշինյան, չի կարելի տարածքները փոխանակել։ Դե էդ եմ ասում, բայց տենց չեմ ասում, քանի վերջնական չենք պայմանավորվել, հիմա եթե եթեր չլներ բան, էլի փակ ընդեղ խոսայինք, ավելի բաց կխոսայինք, բայց իմաստն է նա, որ մենք սահմանազատումով ընենց անում ենք իրար ծակծկենք, մենք ու Ադրբեջանը, թե ընենց անում ենք, ասում ենք, լավ եկեք փակենք, որ այս երեխեքի վրա էլ խնդիր չմնա։ Այսօր ֆիքսենք ընենց, որ մարդկանց համար պրոբլեմներ չստեղծենք, ապրող մարդկանց գյուղերի բնակավայրերի համար պրոբլեմներ չստեղծենք ու գնանք առաջ։ Իմ ընկալմամբ պրոցեսը գնում է այդ տրամաբանությամբ, որովհետև քիչ Հայաստանում ու Ադրբեջանում ավելի շատ մարդիկ սկսում են, որ այս խաղաղությունը խաղաղությունը իսկական է։ Ինչքան ավելի շատ մարդ է հավատում խաղաղությանը, այնքան ավելի մեծ է առնելու այդ հնարավորությունը։